Թիվ թվաբանության հաղորդման հյուրն էր հումորիստ հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Արտյոմը 10 տարի ամեն օր մեկ բարի լույս է ասել հեռուստաէկրաններից, մեկ բարի գիշեր, մեկ երգել է, մեկ էլ այնպիսի դեր է խաղացել, որի կերպարը մինչև օրս չի մոռացվում։ Հայկական իրականության մեջ հաճախ է պատահում, որ հումորային դուետները մի օր կոնֆլիկտի պատճառով բաժանվում են։ Անդո և Ռաֆո, Հայկո ու Մկո։ Արտյոմ Կարապետյանն այս մասին. Դա մարդու տեսակից է։ Իմ ու Արմենի մասին խոսելով էլի հայկական իրականությունից։ Մենք չենք բաժանվել։ Մենք ընկերներ ենք, մի տան միջի մարդ ենք։ Մենք այլ կերպ ենք մոտենում կյանքին, մարդավարի։ Շատերի դեպքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել այդ դուետների խափանման համար։ Դա ինձ այդքան էլ հետաքրքիր չի, ինչ առումով, ես չեմ ուզում խորանամ, մտնեմ այդ հարաբերությունների մեջ։ Կարող եմ խոսել մեր մասին ու գիտեմ մի բան, եթե մարդ ճիշտ է ապրում, ամեն ինչ ճիշտ է դասավորված փոխհարաբերությունների մեջ, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել։ Ես վառ օրինակը մեր օրինակն եմ բերում։ Կարիերա չենք կիսում, բայց մենք մինչև այսօր աղբոր պես ապրում ենք։ Նոր պրոյեկտի մասին դեռևս խոսակցություն չկա։ Շատ լայն գործունեությամբ ենք հիմա զբաղված երկուսս էլ։ Շատ բազմաճյուղ, նույնիսկ մեր համար նոստալգիկ կլինի, եթե այդ հնարավորությունն ունենանք զուտ ֆիզիկապես ինչ-որ հետաքրքիր լավ բան անենք։ Նկարել TikTok համացանց գցելու համար մենք այդ կոնտինգենտը չենք, մենք ստից բաներ չենք անի էնա, հիմա մենք էլ լինենք։ Ու կապ չունի, որ 50-ն անց տղեկ ենք, ինչ-որ հիմարություն անենք, ասենք տրենդի մեջ մնանք։ Դա մեզ պետք չի, մեր տրենդը մեր ապրած կյանքն է, մինչև այսօրվա արած քայլերն են որպես մարդ ու մասնագետ։ Մեզ պետք չի հնարած արհեստական տրենդներ։ Մեր օրերի հումորի մասին խոսելով Արտյոմը նշեց. աղջիկները ենթադրենք կարող են հայհոյել ու ահագին մարդ դա են հումոր համարում։ Մեկը համարում է հումոր նորմալ, մարդավարի մի բան է։ Հումորի չափանիշն այնքան ա վերացել, ընդհանրապես կարելի ա չի կարելիների ընդունված կանոնների, հիմա այդ ամեն ինչը քանդվել ա ու չկա։ Մեր ժամանակ կակ մինիմում հասարակ բարոյականության և քաղաքակրթության ստանդարտներ կային, այսօր հումորի չափանիշն այնքան ա վերացել։ Ինչպես եղավ, որ Արտյոմ Կարապետյանը չլքեց Հայաստանը։ Ես այդպես ուզեցի, ուրիշ ձև չէր էլ կարող լինել, մեծ խոսալ չլինի։ Փառք Աստծո, երևի նաև իմ կյանքում ֆորս մաժորներ կամ դրվագներ չեն եղել, որ ես պետք է լքեմ Հայաստանը, որովհետև այդպիսի դեպքեր էլ կան, երբ իրենց կամքին հակառակ ստիպված գնում են։ Ամենակարևորը դրանից առաջ ասում եմ, իմ ցանկությունն ա եղել, կա ու մնալու ա միշտ։ Ինձ համար Հայաստանը համար մեկ վայրն ա ու դա չի քննարկվում։ Նշենք, որ Արմեն Վարդանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ևս խոսել էր Արտյոմ Մարկոսյանի հետ ընկերության մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հաջորդիվ։ Դուք և Արտյոմ Մարկոսյանը ձեր նախկին թիմակիցներից միակ զույգն էիք, ովքեր պահպանեցին իրենց թե ընկերությունը, թե գործընկերությունը։ Դա ձեր տեսակի, թե իրադարձությունների ճիշտ զարգացման հետևանքն էր։ Եթե ասեմ մարդկային տեսակի, կստացվի վիրավորում եմ մնացածին, դրա համար էլ այդպես չեմ ասի։ Բայց փաստն էլ այն է, որ ես և Արտյոմը ճիշտ է ամեն օր իրար հետ չենք, բայց հաստատ 2 օրը մեկ հանդիպում ենք։ Մենք ընկերությունը մի փոքր առանձին ենք պատկերացնում, մեր միջև էլ կոնֆլիկտներ եղել են։ Բայց հիմնականում դրանք կապված են եղել ստեղծագործական գործունեության հետ։ Շատ կարևոր է, որ սցենարական դուռը, երբ փակում ես և գնում նստում մեքենատ, ամեն ներվը, էմոցիան թողնում ես այն սենյակում։ Եվ մենք այդպես էլ արել ենք, դրա համար էլ ընկերներ ենք մնացել։ Հետաքրքիր է ձեր նախկին թիմակիցների հետ այսօր կապ ունե՞ք։ Այո, ոմանց հետ շատ ավելի քիչ։ Մեր քաղաքը որքան էլ տարիքով մեծ լինի, տարածքով փոքր է, հաճախ ենք հանդիպում, կան մարդիկ, որոնց հետ ընկերներ ենք, կան մարդիկ էլ, որոնց հետ գործընկերներ ենք մնացել։ Արմեն, արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստատեսային նոր նախագծերում ձեզ չենք տեսնում։ Հետաքրքիր է ինչու։ Այս պահին հետկադրային տրամադրություն է ինձ մոտ, բոլոր ուժերս բեմական գործունեության մեջ եմ ներդրել։ Հիմա ես և Արտյոմը մի նախագծի վրա ենք կենտրոնացած, որի մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող։ Վերջին շրջանում զբաղվում ենք թատրոնով։ Հետաքրքիր է, ինչու որոշեցիք ոլորտային նման կտրուկ քայլին գնալ։ Առաջին հաջողված ներկայացումը պատճառ դարձավ այս ոլորտում ավելի խորանալու, թե ի սկզբանե որոշել եք կենտրոնանալ թատրոնի վրա։ Իհարկե, հաջողությունը ոգևորում է, բայց երբ կուտակվում է ասելիքը և հատկապես երբ գալիս է այն տարիքը, որի ժամանակ ունես տարիների փորձ,
որի արդյունքում կարող ես վերլուծել ճանապարհդ և թատրոնում էլ աշխատել այդ ժամանակ մինչև հաջողությունները նպատակներ ես ունենում։ Պետք է նկատի ունենամ, որ Աստված մի արած չէ, եթե հաջողություն չգրանցվեր, ես միևնույն է կշարունակեի այս ոլորտում, որովհետև 1993 թվականից այդպիսի փորձ կա։ Եղել են և հաջողություններ, և անհաջողություններ։ Չկա այնպիսի մի ստեղծագործ, որի կյանքը միայն հաջողություններից բաղկացած լինի։ Ձեր ներկայացումները կոմեդիայի ժանրում են։ Հնարավոր է, որ առաջիկայում որևէ դրամատիկ ներկայացում բեմադրեք։ Դա անպայման կլինի, բայց ոչ մոտ ապագայում։ Ինձ համար հիմա դժվար կլինի հեռանալ կոմեդիայից, քանի որ մասնագիտացել եմ այդ ուղղությամբ։ Գուցե դրամատիկ աշխատանքը լինի 1 կամ 2 անգամ, բայց հաստատ մի օր կներկայացնեմ։ Ես սիրում եմ հումորային ժանրում աշխատել։ Այս ոլորտում աշխատելն էլ հեշտ չէ։ Ես այդ ուղղությամբ եմ մասնագիտացած և դեռ մասնագիտանում եմ։ Հնարավոր է, որ հետագայում որպես դերասան ձեզ էլ տեսնենք ձեր իսկ բեմադրություններում։ Ես ինձ ոչ մի անգամ դերասան չեմ համարել։ Միշտ հնարավորություն եմ ունեցել խաղալու, բայց ես չափի մեջ և ճիշտ եմ գնահատում իմ ուժերը որպես դերասան։ Դրա համար իմ խաղալով չէի ցանկանա փչացնել իմ աշխատանքները։ Գուցե շոու ժանրում հանդես գամ որպես հանդիսավար, բայց որպես դերասան դժվար։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ դերասաններ չլինելով գուցե ավելի պրոֆեսիոնալ խաղան, բայց լավ կլինի, որ դերասանի գործով զբաղվի դերասանական դպրոց անցած մարդը։ Առհասարակ կցանկանայի, որ Հայաստանում ամեն մեկն իր գործով զբաղվեր։ Չնայած հիմա հիմնականում բոլորը դերասանություն են անում, բայց գոնե բեմի վրա լավ կլինի դերասանություն անի դերասանը։ Կար ժամանակ, երբ հայաստանյան հումորը կարծես նախկին 7+5 անձնակազմի ձեռքերում էր։ Դա ձեր աստղային ժամանակահատվածն էր, ինչի արդյունքում են արտիստները բաց թողնում ձեռք բերված հաղթաթուղթը։ Այո, երկար տարիներ մենք գտնվում էինք աստղային ժամում։ Ես և Արտյոմը ներկայացնում էինք հումորի նոր տեսակ, որին ողջունում էին անգամ ՕՊՏ-ի մեր գոլեգաները։ Մենք կարող ենք այսօր էլ անել այն, ինչ տարիներ առաջ էինք անում, բայց չենք անում, որովհետև դա կլինի կրկնվել։ Գուցե հետագայում էլ անենք մեր նախագիծը, բայց դեռ դրա ժամանակը չի։ Բացի այս էլ անհատական որոշ հիասթափություններ կան այսօրվա պահանջարկից։ Բեռնարդ Շոուն իր գործունեության 5 տարիներից 3-ը 4-ում եղել է բացարձակ վարկանշային փուլում։ Իհարկե, մենք ունեինք նաև քննադատողներ, բայց նրանք էլ հասկանում էին, որ այդ երկուսը իսկապես ահռելի տիտանական աշխատանք են անում։ Նաև պետք է նշեմ, որ մենք ինքնանպատակ դուրս չէինք գալիս եթեր, աղջիկներին ցեղանի վրա պարացնելու համար։ Մենք առաջինն էինք, որ կենցաղային հումորը բերեցինք եթեր, որը հետո ունեցավ իր հետևորդները։ Մենք էինք առաջինը, որ հայերիս մենթալիտետային բացասական հատկությունները դրական քողով ներկայացրեցինք։ Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա եթերային հումորը։ Այսօր եթերային հումորը ավելի շատ սկեչային բնույթով է ներկայացված։ Ես իհարկե ողջունում եմ այն, ինչ արվում է, բայց կարծում եմ դրանք այնքան էլ չեն անդրադառնում հայի ներքին կենցաղային վիճակներին և մտածելակերպին, ինչը մենք կանեինք։ Չկա մտավախություն, որ գուցե տարիներ անց չկարողանաք մտնել նորից ասպարեզ և վերականգնել նախկին դիրքերը։ Մոռացվելու վախ չկա։ Նոր սերնդի մոտ ճանաչելիության հարցը շատ հեշտ է և կլուծվի 5 րոպեում, որովհետև մենք այսօր ապրում ենք օնլայն աշխարհում։ Այդ ամենը կախված է նրանից, թե որքանով ես դու պրոֆեսիոնալ, որպեսզի լավ բան ներկայացնես։ Բայց հետ մնալու վախ չկա, քանի որ այնպես չէ, որ մենք ընդհանրապես չենք գործում։ Վստահ եմ, չի հնանա մեր հումորի տեսակը, քանի որ քանի մարդ ապրում է, ուրեմն կա իր կենցաղը, թեկուզ փոփոխված տեսակով։